Սիրելի հայրենակիցներ, հայ մշակույթի գործիչների միավորման եթերում հրավիրված է Նաիրա Գյուզելյանը։ Այսօր Նաիրա Գյուզելյանի հետ կվարենք հարցազրույց։ Նաիրա Գյուզելյանը հանդիսանում է Հայ մտքի մշակույթ հասարակական կազմակերպության նախագահ եւ ստեղծագործող։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Գյուզելյան։ Շնորհակալ եմ հրավերի համար, մեծ սիրով։ Ես էլ եմ շնորհակալ, որ չմերժեցիք հրավերը։ Տիկին Գյուզելյան, Արաքս Սևանը հարց ունի ձեզ։ Եթե ձեզ հաջողվեր դասախոսել համալսարանի լսարանում, ինչ կուզենայիք տեսնել ձեր ուսանողների աչքերում որպես արվեստագետ։ Եթե հաջողվեր այդ մեծ պատվին արժանանալ, ես որպես դասախոս կցանկանայի իմ ուսանողների աչքերում տեսնել հավատ դեպի իրենց սեփական ուժերի հանդեպ հավատ ունենային, կցանկանայի, որպեսզի նրանք կարողանային ինձնից քաղել իմացած գիտելիքները մեծ հավատով, մեծ սիրով, որպեսզի կարողանան կյանքի նկատմամբ իրենց հայացքները ուղղել ավելի տեսլական առումով, քան այնքան որ լսեն։ Կցանկանայի, որ նրանք հավատ ունենային իրենց ուժերի նկատմամբ եւ սովորելու նկատմամբ մեծ սեր ունենային։ Ինձնից էլ քաղեին այն, ինչ որ ես կարողանամ իրենց տալ։ Շնորհակալ եմ։ Որպես գրող, ինչպես եք վերաբերվում մեր իրականության մեջ գոյություն ունեցող դու ով ես հարցին։ Այդ հարցը ընդհանրապես ինձ համար որպես մարդ գոյություն չունի, ինչ մնաց որպես ստեղծագործող, այդ հարցը ես ընդհանրապես կմերժեմ, որովհետև ես բոլոր տեսակ մարդկանց, ստեղծագործողների եւ ընդհանրապես մարդու մեջ միշտ դնում եմ հավասարման նշան իմ ու դիմացինիս միջեւ, այնպես որ այդ հարցը իմ տիրույթում գոյություն ունենալ չի կարող։ Շնորհակալ եմ։ Առաջանում է ձեզ մոտ գրելուց չի կարելի խնդիրը։ Կարծում եմ, որ չէ, որովհետև չի կարելիները սովորաբար լինում են քաղաքականության տիրույթում։ Ես գերադասում եմ իմ գրիչը այդ դաշտի վրա չուղղեմ, որովհետև այդ դաշտը ես անմաքուր դաշտ եմ համարում։ Իսկ իմ ունեցած բառամթերքի շրջանակներում չի կարող լինել, որովհետև ես չարգելված բառապաշար չունեմ, բավականին հարուստ բառամթերք ունեմ հոմանիշներ գտնելու դաշտում, այնպես որ ես գրում եմ այնինչ ցանկանում եմ եւ զերծ պահելով հնարավորինս զերծ պահելով ինձ քաղաքական տիրույթից։ Շնորհակալ եմ։ Տիկին Նաիրա, հիմա ուղղեմ իմ հարցերը։ Ինչն է կարևոր ձեզ համար ստեղծագործական կյանքում։ Ստեղծագործական կյանքում ինձ համար կարևոր է առաջին հերթին Վահե ջան անկեղծությունը, որ պետք է մարդ անկեղծ լինի իր ընթերցողի հետ, նախ եւ առաջ ինքն իր հետ։ Եթե մարդ անկեղծ չի, ժամանակը կմերժի այդ ստեղծագործությունը, այդ գրողին կարծում եմ, որովհետև անկեղծությունը ցանկացած ընթերցող զգում է, դու անկեղծ ես թե չէ։ Եվ հետո ժամանակի ընթացքում հանրային մարդ դառնալով մարդիկ քեզ ճանաչում են եւ բացի այդ դու ապրում ես մի միջավայրում, կոնկրետ ես ապրում եմ նեղ տարածաշրջանային միջավայրում, որտեղ որ մեծ մասը ժողովրդի ինձ ճանաչում են։ Եվ կարող են իմ կեղծ գրվածքների տակին շատ հանգիստ արտահայտվեն իրենց մեկնաբանություններով, որ դու քո գրածների կրողը չես։ Բնականաբար անկեղծությունից լավ բան կյանքում եւ ստեղծագործության մեջ գոյություն չունի։ Շնորհակալ եմ։ Ինչը կարող է ձեզ խանգարել ստեղծագործել։ Երբ ես մտածում եմ այդ մասին, երևի առայժմ ոչ մի բան։ Գուցե հետագայում առողջական խնդիրներ լինեն, գուցե ինչ որտեղ նաեւ իմ գրիչը համարեն ինչ որ առումով կոշտ եւ քաղաքական տիրույթը փորձի ինձ սահմանափակել, չգիտեմ ինչ կստացվի հետագայում, բայց իրականում այս պահի դրությամբ Վահե ջան, կարծում եմ ոչ մի բան չկա ինձ խանգարող։ Ինչպես է վերաբերվում ձեր ընտանիքը ձեր ստեղծագործական գործունեությանը։ Սիրուն հարցեր։ Ես ունեմ ներդաշնակ հարաբերություններ ձևավորած ընտանիք, նրանք հարգում են իմ զբաղվածությունը, հարգում են իմ արած գործը, այնպես որ շատ լավ են վերաբերվում, բայց եթե ես երբեմն հոգնած եմ լինում, հատկապես խմբագրական աշխատանքներում, հատկապես միջև ուշ ժամ նստում եմ, ապա նրանք հարգում են իմ այդ վիճակը եւ լավ են ընդունում։
մի քիչ էլ խղճում են ինձ։ Ունեք թշնամիներ կամ գրական հակառակորդ։ Թշնամիներ, գրական հակառակորդներ բնականաբար կունենամ, բայց քանի որ ես տեսակով անկեղծ, առանց կոնֆլիկտային հարաբերությունների դրդման մարդ եմ, թշնամի չեմ համարի, որ ես թշնամի ունեմ։ Իսկ գրական դաշտում բնականաբար կունենամ, որովհետև եթե մարդիկ ընկալեն դիմացինին այնպիսին, ինչպիսին կա մարդը, ապա թշնամի նաև այդ տիրույթում չեմ ունենա, բայց հիմա մարդիկ ցանկանում են միայն իրենց տեսնել, ցանկացած բնագավառում, կոնկրետ միայն ստեղծագործական ոլորտում չէ, էլի։ Այնպես որ գրական հակառակորդներ ունեմ այնքան էլ ոչ մեծ թվով, նկատելի դաշտում, որին ես կարող եմ տեսնել, բայց այլ թշնամիներ երևի թե չունեմ, որովհետև գոնե ես չգիտեմ այդ մասին։ Շնորհակալ եմ։ Որն է Նաիրա Գյուզալյանի սեղանի գիրքը։ Իմ սեղանի գիրքը, հիմա պատասխանեմ, ես այդ հարցը չեմ քաղաքականացնի, իմ սեղանին է Տավուշի մարզի առաջնորդ Սրբազանի հեղինակային գիրքը, Բագրատ Սրբազանի հեղինակային գիրքը, բայց ես Սրբազանին դիտարկում եմ որպես թեմի առաջնորդ, ոչ որպես քաղաքական գործիչ, եւ նրա ընտիր գիրք ունի նրան, վերնագիրը այս պահին չեմ հիշում, Ավետյաց երկրի կանչը, ինչ որ մի տենց բան, Ավետյաց երկրի շատ նա գեղարվեստական գրականություն չի, եւ դու կարող ես ուզածդ էջը բացել եւ կարդալ։ Եվ իմ սեղանի սիրելի գիրքն է երկար ժամանակ սեղանիս է եւ հաճույքով կարդում եմ, հայրերի պատասխանն է որդիներին, Նժդեհի գաղափարախոսությունն է սեղանիս։ Շնորհակալ եմ եւ ինչից է վախենում Նաիրա Գյուզալյանը։ Վախենում։ Ես ոչ թե վախենում եմ, Վահե ջան, ցավ եմ ապրում չհասկացված լինելուց։ Վախեր չունեմ, վախերը հայրենիքին են վերաբերվում, արտաքին թշնամիներից, այսօր մենք կկարողանանք ազգային դաշտում, քաղաքական ասեմ, թե պատերազմական խաղաղության ոլորտում ես վախեր ունեմ, բայց անձնական տիրույթում ես վախենում եմ չհասկացված լինելուց, որովհետև ես ոչ մեկի նկատմամբ ինչ-որ միտումնավոր արարքներ չունեմ, որ մարդիկ ինձ սխալ հասկանան, ես ցավ կապրեմ ուղղակի։ Շնորհակալ եմ, հիմա ուղղեմ Իստուկ Լիլիթի հարցերը։ Լսում եմ։ Որն է այն բանաստեղծը մեր մեծերից, որին քիչ եք համոզվում։ Այդ հարցը մի քիչ դժվար է, բայց այնուամենայնիվ ես կփորձեմ ասել, ում չեմ համակրում, ոչ թե քիչ եմ համակրում, չեմ համակրում, խոսքը վերաբերվում է երևի թե Նաիրի Զարյանին, այդ ստեղծագործողի գրվածքները իմ մոտ դեռ մանկության տարիքից մինչև այսօր որևէ հետք չեն թողել, բացի խաղաղության կոնգրես բանաստեղծությունը, որը հիանալի գործ էր, բայց ինքը իր ժամանակներից չկարողացավ մեզ փոխանցել, հաջորդ եկող սերունդներին փոխանցել այնպիսի գործեր, որոնք մնայուն արժեք լինեին, ըստ իս, դա իմ մի քիչ սուբյեկտիվ կարծիքն է, եւ համարում եմ մոտավորապես այդ կարգի ստեղծագործող գրադարանային ֆոնդերը ինչ ոսկլիկն են ոչինչ չաշող ստեղծագործողներով, բայց հայտնիներին նկատի ունեմ, ովքեր բոլորը գիտեն, ես կոնկրետ կառանձնացնեմ Նաիրի Զարյանին ու չեմ համակրում իրա ոճը, համենայն դեպս ինքը չկարողացավ ռաբիս երաժշտության նման ժամանակային գրող էր, ինքը պրծավ։ Բացի խաղաղության կոնգրեսը, որը սովետական միության գաղափարախոսության հետ էլ նա ավարտեց իր մեքենասությունն, այսպես ասած, այդ դաշտում, էլի իր մենաշնորհն ավարտեց այդ դաշտում։ Այնպես որ Նաիրի Զարյանը կոնկրետ։ Շնորհակալ եմ եւ ով է այն ժամանակակից բանաստեղծը, որին քիչ եք համարում։ Ժամանակակից բանաստեղծ։ Թողեք անուններ չտամ, կան մարդիկ, ում ես գրեթե չեմ կարդում, արդեն մոտավորապես ես ունեմ մարդկանց, որ արդեն գիտեմ ում պետք է կարդամ, թողեք անուններ չտամ չվիրավորելու համար, զուտ այդ նպատակով, հատկապես մեր եթերը այդ միտումը թող չունենա իր մեջ, բայց ժամանակակից ստեղծագործողների շատերը կան, ում կարդում եմ ու լավն են, լավ ստեղծագործողներ են, այս բնագավառի հարցին էլ չեմ պատասխանի, քանի որ մյուս հարցին չպատասխանեցի անունների տեսանկյունից, բայց լավ գրողներ իրոք ունենք, արձակագիրներ ունենք, ես համակրում եմ արձակագիրներից, ուզում եմ ընդգծել մի քիչ
կարճ, կոնկրետ ու գեղեցիկ գրիչ ունեցող Արմենուհի Զալինյանին, նոյեմբերյանից է ինքը, ու իր գործնեությունն է հիանալի նաև, ինքը գրադարանի աղջիկ ձևակերպումը կարանք տանք իրեն, Սարի աղջիկ ձևակերպումը, ինքը այսօր շատ հիանալի գործնեություն է ծավալում, Սարերում գրադարաններ բացելով, ինքը ունի մի ձեռագիր, Վահե ջան, որ սերիալային չի իր գործերը, նա շատ կարճ, կոնկրետ պատմվածքներով, շատ հաճելի, նրա հերոսները ապրում են ու ապրեցնում են նրա հերոսները, նրա ստեղծագործությունների մեջ ապրելու ճիղ ու տեսլական եմ ես տեսնում, դրա համար Արմենուհուն կառանձնացնեմ Զալինյանին, մնացածները շատ շատերը կան, ում ես կարդում եմ, բայց շատ շատերն էլ կան, որ արդեն գիտեմ, որ չեմ կարդալու, թող ինձ ներեն ոմանք։ Շնորհակալ եմ եւ հիմա ուղղեմ հարցերը Արմիդա Գրիգորյանին։ Ով է մեր մեծերից մեծագույնը, որից ոգեշնչվել եք։ Ուրեմն ես հիմնականում ոգեշնչվել եմ Սահյանով, Համոս Սահյանն եմ սիրում, որովհետև ես ինքս էլ հողի մարդ եմ եւ Սահյանին սիրում եմ։ Նրա ծմակների բույրը, նրա հովերի շրշյունը, սիրում եմ Սահյան, բայց շատ հաճախ իմ գրիչը նմանեցրել են ոմանք Պարուշ Սևակի գրչին արձակի ոճով, որովհետև շարադրանքի տեսանկյունից իրոք համեմատել են, որ իմ գրիչը Սևակյան գրիչ է, բայց հիմա նման է թե նման չէ, դա կասի իմ ընթերցողը, ես այնպես չի, որ խիստ ոգևորվում եմ դրանից, ես կուզենամ իմ ինքնուրույն ձեռագիրը ունենամ, նույն անգամ եթե Սևակի հետ համեմատեն, դա ինձ այնքան էլ չի ոգևորում, ես ուզում եմ ինքս գյոզալյանական ոճը ունենամ գրական տիրույթում, քան թե ինչ-որ մեկի ստեղծագործությունների պատճենահանումը տեսնեն իմ գործերի մեջ, ընդհանրապես շարադրանքի տեսանկյունից գուցե Սևակին նմանեմ, գուցե մի քիչ նմանեմ Խոհապլիսով հայական վերլուծությունների տեսանկյունից, բայց որ ես ինձ գտնեմ Սևակյան տիրույթում, դա ինձ կվիրավորի, ես չեմ ուզի, եթե այդպես ես ինքս գտա, ես էլ չեմ գրի, որևէ մեկին, թեկուզ ամենաուժեղներին հետ համեմատվելու ցանկություն չունեմ, եթե պետք է ես կրկնօրինակեմ ինչ-որ մեկին, այդ ես չեմ գրի, այդ դա ինձ կխանգարի, չեմ գրի, այն նախորդ հարցի պատասխանս, ես չեմ գրի այդ դեպքում։ Շնորհակալ եմ եւ որտեղից է սկսվում հայրենիքը ձեզ։ Հայրենիքը սկսվում է իմ թորների մանկությունից, մեր տան շեմից, ինձանից, քեզանից, նրանից, ընկեր հարևանից, դուրս է գալիս սահմանի կանգնած զինվորին է հասնում իմ հայրենիքի պատկերացումները, իմ հայրենիքի, իմ Տավուշյան սարերն ու ձորերը, ամեն ինչը հայրենիք է, եւ իմ հայրենիքի բացվող առավոտն է ինձ համար հայրենիք, որ վտանգված չբացվի մեր արևածագները, մեր ամեն ինչը լինի խաղաղ, ինձ համար հայրենիքը քրոնիկական հիվանդության պես մի բան է, որ ես ցավոտ եմ ընկալում դա, տատիկս զբաղված է գնալ Դավիթ ջան, Դավիթ ինձ հյուր ա եկել։ Եվ Մարիամ Բաղդասարյանի հարցերը, Գեորգյան, ինչպես երբևիցե անցել է ձեր մտքով, որ հաջողության կհասնի Մարիամ Բաղդասարյանի հարցերն ընթերցում։ Ինձ ճիշտ է Վահե ջան, չգիտեմ, արդյոք ես իրոք այդ հաջողության բարձրաշեմին հասել եմ, թե չեմ հասել, չգիտեմ այդ մասին, բայց եթե այդպես է, ինչ խոսք, ամեն մարդ կուզի այդ հաջողության դափնեպսակը իր վզից կախած տեսնել, բայց իրականում չգիտեմ, արդյոք հասել եմ այդ հաջողության, իսկ եթե գտնում են, որ հասել եմ, հաջողության գրավական աշխատասիրությունը կարող եմ համարել, անկեղծությունը համարել, իմ աշխատանքային փորձն ու ապրած կյանքի փորձը համարել։ Սա կարծում եմ գրադարանային բնագավառում իմ գործունեությունը բավականին ազդեցություն ունեցավ, որ ես կարողացա այդ դաշտում որոշակի քայլեր անել, եթե դա կոչվում է հաջողություն։ Շնորհակալ եմ եւ նկատելով, որ եւ աշխատում եք մեծերի եւ մանուկների հետ, ո՞րն է ձեզ համար հաճելի եւ ոչ։ Սիրով կպատասխանեմ այդ հարցին, մանուկների աշխարհը շատ պարզ, շատ շիտակ աշխարհ է, ես այնտեղ սիրված եմ, երբ ես մտնում եմ մի խումբ երեխաները վազքով գալիս են իմ պաչիկներն ստանալու, ինձ գրկում են, այն աստիճանի, որ ես կարող եմ գլորվեմ, այդքան խմբով գրկում են ինձ, ես սիրում եմ այդ աշխարհը ու թեկուզ ժամանակային առումով ես մտածել եմ, որ մանկապարտեզը իմ մտածելակերպի տեսանկյունից մի քիչ նեղ տիրույթ է,
բայց այդ նեղ տիրույթը ոչինչ, թող ես կլրացնեմ ու ճիշտ աշտում, բայց երեխեքի աշխարհը, մանուկների աշխարհը ուրիշ է։ Ես սիրով եմ աշխատում այդտեղ։ Շնորհակալ եմ եւ Մարտլենա Եղշատյանի հարցերը Տիկին Գյուզալյան։ Ընդհանրապես, ինչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելուց։ Ինձ ոգեշնչում է ցանկացած դրական եւ ցանկացած բացասական բան։ Ես կարող եմ ուրախանալ մի ժպիտից, մարդու ժպիտից, իմ արած լավության արդյունքը տեսնելուց, եթե մարդու դիմագծերը միմիկաները ժպտում են, հայացքը փայլում է։ Ես ցավ եմ ապրում եւ այդ շեշտադրումների իմ շարքը վարում եմ այդ ցավերի համար, ինչ հասարակության մեջ տեսնում եմ, այն կնճռոտ հարցերը, որոնք ինձ գրիչ են վերցնել տալիս եւ որը շեշտով եմ պատասխանում, որը դառնում է ստեղծագործություն, ամեն ինչը կարող է դառնալ հասարակական կյանքում, իմ կյանքում գոյություն ունեցող ամեն ինչը կարող է լինել շարժառիթ այդ ամենի։ Շնորհակալ եմ, Տիկին Գյուզալյան, ինչը կուզենայիք փոխել ձեր կյանքում։ Ես մի քիչ բծախնդիր ու ոնց ասեմ, բծախնդիր մարդ եմ, մանրախնդիր չէ, բծախնդիր, որը առաջին հերթին վնասում է ինձ։ Ցանկացած արվող աշխատանք, ցանկացած մարդկային հարաբերության մեջ ես գրեթե անթերի հարաբերություններ ունեմ մարդկանց մեջ ու շատ հազվագյուտ կլինի, որ ես մեկին ասեմ կներես էլի թյուրիմացաբար սենց ստացվեց իմ մոտ։ Այդ գալիս է նրանից, որ ես մարդասեր մարդ եմ, հայասեր մարդասեր, այսպես ձևակերպեմ հարցս։ Իմ բծախնդրությունը վնասում է ինձ, կուզենայի մի քիչ կյանքին մատների արանքով նայեի ուղղակի։ Այդ կուզենայի փոխել, բայց ինչն էլ որ չի ստացվում փոխել։ Եվ վերջին հարցը Տիկին Գյուզալյան, Հայաստանի Հանրապետության տարածքում որտեղ կուզենայիք լինել։ Որ չեմ եղել, թե բնակության իմաստով։ Բնակության իմաստով։ Բնակության իմաստով կուզեմ մնամ այնտեղ, որտեղ ծնվել եմ, որևէ ցանկություն չունեմ հայրենիքս լքելու։ Ես պարտորեն ամեն ուրեք իմ այցեքարտը ձեռքիս ասում եմ, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքից եմ։ Պարտորեն եմ կրում այդ անունը։ Կար ժամանակներ, որ երբ ուսանողության տարիներն էին, մենք վախենում էինք մեր բարբարը նկատեն քաղաքացիները, կամաղրանքի բան, ինչ-որ բաներ նկատում էինք ժամանակին մեր ուսանողության տարիներին, բայց այսօր, երբ ես Երևանում եմ, իմ այս ճանաչողության շրջանակներում, անգամ եթե իմ բարբարը, իմ ակցենտը նկատելի, ես դրանից չեմ ամաչում, ես հպարտ եմ, որ Տավուշից եմ, կշարունակեմ ապրել Տավուշում, չգիտեմ, ուրիշտեղ չեմ ուզենա, որ գնամ բնակության, եթե ինչ-որ բան, ես սահմանի բնակիչ չեմ, ինչ-որ բան չխանգարի, Աստված մի արասցե իհարկե, բայց կան Հայաստանում տեղեր, որ կուզենայի որպես տեսարժան վայրեր այցելել, մի քանի տեղ կա, որ ես դեռևս չեմ եղել, կուզենայի բոլորիդ հետ գնայի Շակի ջրվեզ տեսնեի, ձեր մեր ընկերական խմբով, կուզենայի ձեզ բոլորիդ ուղեկցել մեր Տավուշ, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, կարծում եմ լավ ընկերական հարաբերության արդյունքում ամեն ինչ կունենանք։ Իհարկե։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Գյուզալյան, որ չմերժեցիք հրավերը։ Ես էլ եմ շատ շնորհակալ գեղեցիկ հարցերի, ընկերների գեղեցիկ հարցերի համար։ Չգիտեմ որքանով կարողացա արդարացնել այդ հարցերի պատասխանները, որքանով էին բավարարում հարց տվողներին, բայց ամեն դեպքում համոզված եղեք, որ ես անկեղծ պատասխաններ եմ տվել, անգամ եթե փոքր-ինչ թերացել եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։